Մի քանի օրինակ։ Դե մի քանի բոլորս մի հասնենք դռների ընտրությունների մնացել է 5 օր, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսում եք դուք, ինչքան կհավաքեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան դայն կհավաքեք։ Կարող եմ ասել, մենք հաշտելու ենք։ Ինչքան կհավաքենք, դա այդքան կարող է։ 50 պլյուս չհավաքեք, պարոն Կարապետյան։ Այդքան այդ վստահությունը որտեղ է։ Մարդեսը 50 պլյուս չհավաքեք։ Օրը ոնց 5 հավաքեց, արդեն նեղացրեցի։ Նախորդին 21 թվի պատերազմից հետո այդքան էմոցիոնալ վիճակում արդեն 54% հավաքեց։ Բայց 21 թվին մենք չենք մասնակցում։ Քոչարյանն էր մասնակցում, մյուսներն էր մասնակցում։ Բայց հիմա մենք ենք մասնակցում։ Բայց Քոչարյանն էլ է մասնակցում, որին թիրախավորում են ու ասում են, որ այդ ձայները տալու են իրեն, եթե դուք ընդդիմության տակ Քոչարյանն նորից գալու վախեցնում են, եռագլուխ են ձեզ սարքել։ Ձեր տարբերությունը մյուսներից ո՞րն է, որ 2021-ին մասնակցում։ Մենք ուժեղ ենք։ Չեք տեսնում ուժեղ Հայաստան։ Պարոն Կարապետյան, եւ ձեր ետայով որ խոսում եք, չեմ ուզում ձեր հարցին պատասխանել։ Դուք սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում ձեր շանսերը։ Մեր շանսերը հիմա էլ եմ 100% գնահատում։ Ձեր Facebook-ան էջում 54%-անոց աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է զետեղված, պարոն Կարապետյան։ Մինչև ընտրությունները Ուրախ եք դրա համար, թե չէ։ Ես կարծիք թույլ տվեք չհայտնել։ Մի հայտնեք։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհաստեք խորհուրդ։ Դա այդ ետեն չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա ճնշումները ձեզ վրա ըստ էության լավ ազդեցություն չեն ունենում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ առևտրային ճանապարհ փակեց Հայաստանի համար, բայց դրանով Ռուսաստանի Դաշնության ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են։ Ես դրա հետ գործ չունեմ։ Ճնշում են, չեն ճնշում։ Որտեղից են բզբզում։ Ես կալանքի տակ եմ, հեսա դատարանից որ նստա կսկսեմ բզբզել։ Ռուսաստանի հետ կապված Ասեն որ հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում, բայց փողերի լվացման համար են մեղադրում, դուք սա անհիմն եք։ ընտրողների շահագրգռել։ մեր թիմից չկա մի մարդ, գոնե հասկանա ոնց են փող լվացում։ Դրա համար իրենք ինչ են մեղադրում իրենք։ Համարում եք, որ դա է քաղաքական։ Ես փող լվացել մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվացում, ուրիշ ձև չկա։ Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ են ձերբակալել ձեր թիմակցին։ Հնարավոր համարում եք, որ նոր ձերբակալություններ լինեն, օրինակ ընտրությունների նախօրեին, օրինակ Նիկոլ Կարապետյանի կամ այլ ավելի ձեզ մերձավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրեն չի օգնելու։ Պարոն Կարապետյան, դուք բարբերաբար կրկնում եք 3 Պլան B տարբերակ ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն ձեր Որպես հետագա ընդդիմություն, քայլերը, պատրաստ եք մարդկանց մոբիլիզացնել փողոց։ Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը։ Դրա համար բոլորը ասում են մենք հաղթելու ենք։ բոլորը ասում են հաղթելու ենք, բայց դուք օգնելու եք, որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ Դուք ինչ եք անելու, եթե չհաղթական Այդ տարբերակը իրոք չկա։ Իվերջո Մենք բարձեցիք հաղթելու ենք։ Ալիկ Ալեքսանյանի ում էր գումար փոխանցել, ինչու էր փոխանցել ձեր թիմակիցը։ Դա նույնիսկ դուք չեք կարա բարձեք, ես ոնց Ոնց բարձեմ։ ձեր թիմակիցն է փոխանցողը Բայց մեր եղել։ թիմակիցը ոչ մեկի փող չի փոխանցել։ Բայց ինքը չի Բայց ձայնագրությունները շրջական մարմինները հորինում են, հա, ստեղծագործում են, դնում են շրջանառության մեջ, ինչ որ տարբեր մարդկանց բարբառներով Անպայման կգա ժամանակը, շուտով դուք ամեն ինչը կլսեք, անձամբ տեղեկանաք, հնարավորություն կունենաք, հիմա ես ոչ մի բան չեմ կարող։ Մեծ մասին բաց են թողել դատանը, որտեղ հիմնավոր կասկած չեն ունեցել։ Այդ ձերբակալվածները հակակոռուպցիոնի որ կան, մեծ մասին բաց են թողել։ Դուք ինչ Իհարկե մոտ 500 հոգի ձերբակալել են, որից 30-40-ն են։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգեր ունեք, թե չէ, մեր խմբագրությունը ստանում է այդպիսի ահազանգեր հատկապես մարզերում։ Այս որ դուք տեսում եք դա վարչական ռեսուրս է, թե Չէ, բայց ոչ։ դուք ահազանգեր ունեք մարզաբնակներից, դուք վերջերս հանդիպեցիք Դե մարզաբնակների եթե հետ։ վաղը Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 հոգու կարողներին, այսինքն ղեկավարներին, չէ, կարողներին, շոր կարողներին ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ինչ է։
Բաշական Ռուբեն Ռուբինյանը Լավ, պարոն Կարապետյան, տեսեք, Սամվել Կարապետյանը գցելու է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալու են եւ քվեարկեն իրենց օգտին, գալու է քվեարկեք եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալու է ձեր հայտնվելու են Կալանավայրում։ դուք Փաշինյանից հարցրեք, այդպես մանր-մունր բաներից մի Գազի սակագնի բարձրացման կամ դադարեցման մասով ինչ տեղեկություններ ունեք, օդից կախված։ Ես իրոք տեղեկություններ չունեմ։ Իսկ Մակրոնի մասով, որ դուք ասել եք Մակրոնն է Ալիևին ասել, որ 300,000 ադրբեջանցիների մասով այս պայն կանգնեցին, այդ շատ քննադատեցին ձեզ։ Դուք տենց իրոք տվյալներ ունեք, որ Մակրոնը Ալիևին ասել է։ Ես դա ենթադրում եմ, քանի որ այդ հարցը սուր կանգնած է, Ալիևը կարող էր միջև ընտրությունները սկսել այդ Բայց process-ը։ դուք ասում եք տեղեկություն ունենք, որ թե ենթադրում եք։ Դե ինչ-որ տեղեկություններ։ Կարապետյան, ամենաբարձր մակարդակով հերքվել է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին ձեր շրջանառած թեզը։ Նիկոլ Փաշինյան, արտգործնախարար Միրզոյան, բայց դուք շարունակում եք պնդել այդ թեզը, հերքված թեզը։ Ձեզ ինչ որ կենտրոնից Ուզում եք ստիպում ես չպնդեմ, բայց դուք փոշմանելու եք։ Եթե ես չպնդեմ, կանցնի մի շատ քիչ ժամանակ, ես չեմ ահաբեկում։ Դուք փոխարենը պոզիտիվ օրակարգով շահագրգռեք ձեր ընտրողներին։ Դուք նեգատիվ օրակարգով ահաբեկում եք տեղեկատվական դիվերսիա։ Ահաբեկում է ձեր Փաշինյանը, ձեր Ալիևը եւ բոլոր իրենց համախոհները։ Մենք ընդամենը հմկարում ենք խնդիրների մասին։ Պարոն Կարապետյան, տեսեք, առանց փաստերի թվականի ընտրություններից հետո Հիմա դուք իմ կողմից եք թե Փաշինյանը։ Հայտարարների վերաբերյալ վարույթ հարուցել, որ չեք ներկայացրել։ Ի վերջո հիմա էլ արդեն տանն եք տնային պայմաններ։ Այ դա Վարդևանյանը իմ գլխին սարկեց, չէ, սարկեց, հեսա ճշտեմ, հեսա տեսնում։ Պարոն Կարապետյան, տեսեք, ընտրություններից հետո պարոն Կարապետյան, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք։ Ես ձեզ մի հարց ունեմ, կլսեք ինձ։ Հարուսինել էլ մի բան չի, ոնց որ։ Հարուսելն էլ այդքան լավ բան չի։ Պարոն Կարապետյան, 2021-ի ընտրություններից հետո, երբ պատերազմ եղավ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջադրվեց եւ տեսակ ընտրություններում մեծ մասը ստացավ, ըստայության քվե ստացավ։ Մի խոսքով, ընդդիմությունը դուրս եկավ փողոց, բայց ինչ որ մի ժամանակ հետո այդ շարժումը մարեց եւ այդպես անցան բնականon աշխատանքի։ Հիմա դուք եք համարվում Փաշինյանի հիմնական մրցակիցը։ Դրա համար մենք հաղթելու ենք, չենք դուրս գալու փողոց, մենք հաղթելու ենք։ Փողոցում ինչեւ վերջ։ Բայց ինչի՞ համար ենք մնում փողոց, հանգիստ կգնանք առոք մեր տները։ Քոչարյանն էր ասում, որ մասնակցելու ենք ու կրելու ենք, բայց մասնակցեց ու առահատը կրեց։ Դե տարբերությունը որ Քոչարյանը ասում էր կրելու ենք, մենք ասում ենք հաղթելու ենք։ Ճիշտ ասած, այդ հեշտ լավ արդի արդյունքներ էր ասում հաղթելու ենք, պատերազմը պարտվեց։ Ընտրողները նաև հետընտրական զարգացումների հետ են Տեսակ հուսեր փոխեմ այդ լոզունգը։ Ճիշտ Պարոն Կարապետյան, բայց տեսեք, եթե ավելի լուրջ ձեր խոսքերը շատ են քննադատում։ Այն ժամանակ ասում էին ձեր թիմակիցները թողեք թող խոսի Սամվել Կարապետյանը, տեսեք ինչ կլինի, հետո իշխանությունը թողեց խոսելու, հիմա ձեզ անդադ քննադատում են։ Ձեր խոսքով մի տեսեք խոսել եք դարձում ձեր թիմը։ Այնպես բաներ եք ասում, որը չենք հասկանում, լուրջ եք ասում, Դե ասում եք տեղեկություն ունենք, հետո ասում եք չէ ենթադրում եմ, հետո բան չեք կարծում։ Համ ենթադրում եմ, համ Չեք տեղեկություն։ կարծում որ դրանով իշխանության ձեռքը կոզր եք տալիս, որ Դրանով մենք իշխանությանը հաղթելու ենք։ Դե ռեյտինգը բարձրացել է ձեր հայտարարությունները։ հետընտրական զարգացումներ լինելու են։ Վարդևանյանին ներքան վստահում եք ինքը ձեր գլխին սարքում է փաստորեն։ Հիմա ինչ եք Վարդևանյանին։ Հիմա ինչ եք անելու։ Ի վերջո դուք բաց եք թողել ժամկետները, որ հայտարարություններ եւ ինչն է դատարանի ժամանակ մտածելու եմ, մի երկու ժամ ունեմ ժամանակ մտածելու եմ, հետո կասեմ։ Ուզում եք վարչապետը դառնալ, բայց անհարգալից վերաբերմունք եք դրսևորում օրենքի նկատմամբ։ Ինչու չեք ներկայացնում։ Մինչև դուք չհասնեք նրան, որ իրենք բոլոր ապօրինությունները իմ նկատմամբ կանխեն, որ ես հնարավորություն ունենամ կատարեմ իմ իրավունքները։ Այսինքն չեք Այսինքն ես հնարավորություն չունեմ ներկայացնել։ Քիչ ունեք, հիմա էլ տանն եք, տնային կալանքի տակ եք, այն ժամանակ չեք կարողանում Հայտարարագիրը դուք հայտարարագիր ներկայացնելու տեխնոլոգիային ծանոթացեք։ Պարոն Կարապետյան, ժամանակում Հիմա ինչ ինչքան եք ժամկետում, երկարաժամկետ թե կարճաժամկետ հնարավոր կլինի այս Ռուսաստանի մերժված ապրանքները եվրոպական շուկա արտահանել, որտեղ այսօր նախագիծ է ներկայացրել աջակցության, որ արտահանեն եվրոպական շուկա։ Իրենք 8 տարի ունեին, գոնե միած ծիրան տանեն եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել միած ծիրան տանեն, ինձ թվում է հնարավորություն չեն ունենա։ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Բիբարին օրինակ պետք կլինի, բայց ժողովուրդը պետք է
խաղաղությանը տեր կանգնի։ Դուք խաղաղությանը տեր կանգնեք, որ Նիկոլ Փաշինյանը դիվարին։ Մենք ամեն ինչին տեղ կանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դիբարին չի կարող։ Մաքսիմում կարող է մի կանա դիբարին։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ խաղաղության գործընթացը տվել եւ տնտեսությունից Հայաստանի կողեք։ 2025-ին ի՞նչն է փոխվել, որ տնտեսությունից Ես Հայաստանի տնտեսությունից հիմա էլ եմ գոհ, Հայաստանի իշխանություններից եմ դժգոհ, որ իրենք տնտեսության Իհարկե ոչ։ Տնտեսավարողները վարում են իրենց քաղաքականությունը, իշխանությունը ոչինչով բացի քրեական։ Վարչապետը խաբար է ինչ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։ գլխավոր մենեջերն է Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1 Բայց իրեն ասեք, ինձ եք ասում, ինքը չգիտի դրա մասին։ վարչապետի լիազորությունների Ինքը չգիտի, ես ունեմ, բայց ինքը չգիտի դրա մասին։ Ինքը գիտի, ինքը բիբար պիտի ուտի, խոզի խորոված ուտի, այդ մարդը խաբար չի տնտեսություն։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ դուր է գալիս տենց խորոված ուտելը տենց ձեռքերով մնացած, ասում են ժողովրդական է, բան է, իսկ այդ հարուստները չեք գալի, չեք շփվում մեր հետ, բան չեք անում։ Ինչ թողեցին չգնացի։ Ասա թողեն, վաղը գնան։ Պարոն Կարապետյան, խաղաղության գործընթացի հետ կապված էլ մի հարց։ Մի քիչ չեք շտապում, պարոն Կարապետյան։ Վարչապետ չէ, դա Կարապետյան։ Հնարավորություն ունեք այդ մարդկանց հարցնեք ինչու են Դուք եք այդպես ուշել, որ ձեզ Բայց դուք դες վատ չեք զգում, Բայց եթե կառավարության նիստ եք Ինքնակոչ Ինձ համար ոչ լավ եմ զգում, ոչ վատ եմ զգում։ Իմ համար սովորական է։ Ես վատ եմ զգում, երբ անիմաստ գալիս եմ այս դատարաններ, այ դրանից վատ եմ Կարապետյանի զգում։ վերջո ինչ արեցիք այդ անձնագրերի քաղաքացիություններից հրաժարվելու ՌԴ եւ Կիպրոսի վերջո մի շաբաթ մնաց ընտրություններին։ Գործընթացը- Ասել եք Վարդևանյանին ասնեմ, արդեն չի պատասխանում, էլի դրա համար ձեզ կտակ Արտևանյանը մի քիչ մեծամտածել։ Կարապետյան մի բան, դուք Ես դες լուրջ պատասխանում եմ, այդ հարցը շատ լուրջ է, որովհետեւ Հարցը դուք ախր- ցանկանում եք վարչապետ դառնալ։ Այո, Եվ դրա ոչ համար ընդդեմ ամեն կա։ անգամ Ինչ նույն եք հարցը արել։ չեն տալիս, Տալիս դա են, մինչև որ պրոցես է։ ստանում են պատասխան, ինչ եք արել, դրա համար ասում եմ, այդ պրոցեսը։ Դրա համար սկսել ենք պրոցես։ Պրոցեսը ժամանակատար է։ Պրոցեսը ո՞րն է, ինչ պրոցես եք սկսել։ Կոնկրետ ինչ եք արել։ Դուք- Եթե ես ուզում եմ Դուք քաղաքացիություն գոնե մեկ ստանալ, անգամ կամ հրաժարվել եք, չէ, հրաժարվել, մի րոպե։ Հրաժարվել եք Ոչ, քաղաքացիությունից։ չեմ պատրաստվում մի Հայաստանի Հանրապետության Դե որ քաղաքացիությունից փորձեք հրաժարվեք, տեսնեք, որ դա ժամանակ է պահանջում։ Հարցիներից մեկը պարոն Կարապետյան ջան, զատնի չդնեք, դուք ասացիք ես զատնի դնողի տպավորություն եմ թողնում։ Այո։ Հիմա վերահաստատում եք, եթե ընտրություններում դուք չհավաքեք։ Հիմա ավելի ագրեսիվ եմ վերահաստատում, ավելի ագրեսիվ։ չեք Պարոն դնել։ Կարապետյան, ամբողջ երկրում ձեր հայտարարությունից հետո մի բան ենք քննարկում։ Օրինակ, դուք կարող եք այդ հավակնոտ պնդման տակից դուրս գալ, որ ասում եք հաղթելու ենք, օրինակ շատ մարդիկ, որոնք ձեզ են ընտրել, կարող է ընտրել, մտածում են ինչ կանեք, եթե պարտվեք, արդյոք փողոցում Դե ախր նորից սկսում ենք զրոյից։ Դուք դրա Փաշինյանի նման զրոյից ենք սկսում, մենք չենք պարտվելու, ժողովուրդ ջան, հաղթելու ենք, հետ միշտ ինձ ուզում ձեր իշխանությունն է այդ հաստատվելու։ պարտվողական Հունիսի 8-ից ձեր իշխանությունն է հաստատվելու Հայաստանում։ հունիսի 8-ին մենք հաղթելու ենք։ 100% երաշխավորում եք, պարոն Կարապետյան։ Ասում եմ հաղթելու ենք, ասում եմ վերջին հարցը։ Այս իրավիճակում դուք պլան B ունեք։ Գուցե չեղարկվի ձեր ըստեյության Շատ գրանցում մոդայիկ հարց եք տալիս, բայց այդ հարցը տեղին չի։ Կբացատրեք իշխանության գալու եւ Հիմա հաղթելու գնում ենք հաղթելու, տարբերությունը։ պլան B, պլան D, պլան C։ Մի մոդայիկ հարց է, մի մոդայիկ հարց է, պարոն Կարապետյան։ Իշխանության Ասում եք, գալու որ եւ հաղթելու խաղաղության տարբերությունը կասեք։ գործընթացում երաշխավորների ինստիտուտներ ներդնելու, այսինքն երաշխավորներ որպես դիտարկում եք Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ։ Դուք արդյոք այդ երաշխավորների ինստիտուտի մասին խոսում եք, որովհետև դուք անմիջապես չեք կարող բանակցել Ալիևին։ Սիվիկի ու Փաշինյանի պատճառով տանեն կալանքի։ Կալանավորման Պարոն ժամանակ Կարապետյան, Ամենայնի փորձեք Լավ պատասխանել։ կլինի ձեր հարցին ամենահեշտն է։ Պարոն Կարապետյան, Արդյոք մտավախությունն այն է, որ չեք կարող անմիջապես բանակցել։ Այսօր Civic ցիտելու հարգանքի Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար